Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Մերձավոր Արևելքում Իրանը եւ Միացյալ Նահանգները շարունակում են բանակցությունները խաղաղություն հաստատելու համար, բայց դրան զուգահեռ նաեւ միջնորդավորված շարունակում է պատերազմը։ Նախորդին Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում տեղակայված ամերիկյան բազային, պատճառելով կորուստներ։ Դրանի պատասխան Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայի միջոցով հարվածներ է հասցրել Իրաքում տեղակայված շիա աշխարհազորայինների զորամասին, պատճառելով կորուստներ եւ ըստ պաշտոնական տվյալների Իրաքի կողմը ունի 7 զոհ։ Սա նշանակում է, որ պատերազմը ավելի է թեժանալու եւ ընդգրկելու է նոր պետություններ։ Շիա աշխարհազորայինները դրանք լոկ զինված խմբավորումներ չեն։ Մենք տեղեկացնենք, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել շիա աշխարհազորայինների հրամանատարության եւ Իրաքի կառավարության միջեւ, որ նրանք այսուհետև համարվելու են Իրաքի բանակի ստորաբաժանում։ Հետևաբար հարվածներ է հասցվել Իրաքի բանակի ստորաբաժանումներից մեկին։ Մեծ հավանականությամբ Իրաքը պատասխանելու է եւ մտնելու պատերազմի մեջ։ Ստացվում է, որ արաբներն են կռվում արաբների դեմ եւ Իրանի դեմ, ըստ էության չեզոքացնելով Իսրայելին ուղղված վնասները եւ վտանգները։ Իսրայելը այս պահին բոլորովին անվտանգ վիճակում է գտնվում եւ լուր հետևում, թե ինչպես են արաբները կռվում միմյանց եւ Իրանի դեմ հանուն Իսրայելի եւ Միացյալ Նահանգների շահերի։ Կարծում ենք, որ պատասխանը չի ուշանալու եւ իրաքյան կողմը հարվածներ հասցնելու է Սաուդյան Արաբիային։ Մնում է հասկանալ, թե ինչ է սրանից շահում Սաուդյան Արաբիան, ենթարկելով Միացյալ Նահանգների հրահանգներին։ Արդեն հուսիտների հետ ինքը բավականին լուրջ խնդիրներ ունի եւ հուսիտները ամենօրյա ռեժիմով հարվածներ են հասցնում առաջին հերթին Սաուդյան Արաբիայի նավթահանքերին, որոնք հանդիսանում են Սաուդյան թագավորության տնտեսության ողնաշարը։ Իրաքի դեմ նոր ճակատ բացելով սաուդները ոչինչ չեն շահում, ավելի են վատթարացնում իրենց եւ տնտեսական վիճակը եւ զինված ուժերը դնում են կրկնակի հարվածների տակ։ Սպասենք տեսնենք, թե ինչ նոր զարգացումներ են սպասվում եւ ինչ է որոշելու Իրանը հարվածների հասցնելու հաջորդականության հետ կապված։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կապ ունի Ուկրաինա-Իրան հարաբերությունների հետ։ Մենք նախորդին նշել ենք, որ ուկրաինական դրոնը հարվածել էր իրանական տանկերին եւ պաշտոնական Կիևը ընդունել էր այդ փաստը։ Եվ նաեւ կանխատեսել ենք, որ պատասխանը չի ուշանալու։ Նաեւ առաջ էին քաշել վարկած, որ մեծ հավանականությամբ այդ հարվածը կատարվել է ոչ Ուկրաինայի տարածքից, ամենայն հավանականությամբ Ադրբեջանի տարածքից, եւ որ Իրանը պատասխանելու էր Ադրբեջանին։ Եվ Ուկրաինայի հետ կապված ուկրաինական կողմը կապ է հաստատել Իրանի արտգործնախարարության հետ, խնդրելով չպատասխանել եւ դրա փոխարեն խոստանալով փոխհատուցել բոլոր վնասները։ Մյուս կողմից Իրանի կառավարությունը որոշում է կայացրել ադրբեջանական AzTV պետական գործակալությունը համարել թշնամական գործակալություն եւ ընդգրկել թշնամի գործակալությունների ցանկի մեջ։ Սա նշանակում է, որ Իրան-Ադրբեջան հարաբերություններում կտրուկ ավելանում է լարվածությունը։ Իրանը ոչինչ չի ասում սրա հետ կապված, հստակ պարզաբանումներ չի տրվում, բայց կարծում ենք, որ սա կապ ունի ուկրաինական դրոնի հարվածի հետ։ Իրանում համոզված են եւ վստահ, որ Ադրբեջանը հերթական անգամ տրամադրել է իր տարածքը ուկրաինացիներին, բայց այս անգամ եւս ցույց է տալիս, թե ինքը ոչինչից տեղյակ չէ։ Երկու երկրների միջև հարաբերությունները կարող են լարվել, եւ սա բնականաբար ազդելու է նաեւ տարածաշրջանի վրա։ Սպասենք տեսնենք, թե իրադարձություններն այստեղ եւս ինչպես են զարգանում։ Վերջին թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Իսրայել-Եվրոպական միություն հարաբերությունների հետ է կապված։ Աշխարհը ցնցել է այն տեսանյութները, որով իսրայելցի վերաբնակիչները արաբներին դուրս են մղում իրենց հողերից, կտրելով ծառերը եւ հափշտակելով նաեւ անասունների հոտը։ Սրանի պատասխան Ֆինլանդիան եւ դրանից հետո նաեւ Մեծ Բրիտանիան հայտարարությամբ են հանդես եկել։ Ֆինլանդիայի արտգործնախարարությունը նշում է, որ Իսրայելը սպառել է ինքնապաշտպանվելու իր իրավունքը, ցանկանալով նշել, որ Իսրայելի գործողությունները պետք է դատապարտվեն։ Իսկ Մեծ Բրիտանիայում պարլամենտում 80 падգամավորներ հանդես են եկել նախաձեռնությամբ սանկցիաներ կիրառել Իսրայելի նկատմամբ։ Իսրայելը ողջ աշխարհում կորցնում է իր աջակցությունը եւ գնալով մեծանում է այն պետությունների թիվը, ովքեր հանդես են գալիս Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հետ կապված։ Իսրայելը տասնամյակներ շարունակ առաջ է քաշել այն հանգամանքը, թե ինքը լինելով շրջապատված թշնամի պետություններով ունի ինքնապաշտպանության իրավունք եւ ինքը պետք է օգտվի այդ իրավունքից։ Իսրայելը միակ պետությունն է, որ կարող է միաժամանակ մի քանի պետությունների ավիահարվածներ հասցնել, պատճառաբանելով այս հանգամանքը նրանով, թե ինքը ինքնապաշտպանվում է, միաժամանակ պատճառելով հսկայական
հսկայական մարդկային կորուստներ։ Լիբանանի օրինակը բոլորիս աչքի առաջ է, Սիրիայի օրինակը բոլորիս աչքի առաջ է, եւ նաեւ Իրանին ուղղված հարվածները կարծում ենք նաեւ չենք մոռացել, Գազայի հետ կապված նրա քաղաքականությունը, եւ ահա կարծես թե Եվրոպական միությունում որոշել են վերջ տալ այս ամենին, իրերը կոչելով իրենց անուններով։ Սպասենք տեսնենք, թե որը կլինի Իսրայելի արձագանքը այս ամենին, եւ արդյոք եվրոպական պետությունները հետեւողական կլինեն իրենց հայտարարությունների հարցում։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն անխափան ապահովելու համար։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։